Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Դիամանթաշյանի ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Սրբազան պայքարի կալանավորված աջակցին։ Ուղերձ քրեակատարողական հիմնարկից ինչ է գրել Լիդիա Մանթաշյանը։ Բանակում ծառայությունը կրճատում են, նախագիծը հրատապ հասել է խորհրդարան։ Հայերը ուղերձ են բերել Բաքվից, ինչ է փոխանցել Հեքմեթ Հաջիևը Բաքու մեկնած 5 հայերի միջոցով։ Ժնևից Սպիտակ տուն, ինչ նպատակ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների 28 կետանոց առաջարկը։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են Արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական հիմնարկ հանդիպելու այնտեղ պահվող Լիդիա Մանթաշյանի հետ։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ առանձնազրույցի ընթացքում Մանթաշյանը որևէ բողոք չի ներկայացրել ոչ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ոչ էլ պահման պայմանների վերաբերյալ։ Սակայն ըստ գրասենյակի նա մտահոգություն է հայտնել արդեն երկար ժամանակ իր նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության մասին։ Կատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը, այդուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին, հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը եւ առաջացնել այլ համակարգային խնդիրներ։ Իդեպ Լիդիան ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Նա գրել է, որ ում դատարանը ազատ է արձակել, արգելել է գնալ մարդաշատ վայրեր։ Նրա խոսքով պարզ է, որ խոսքը մարդաշատ զորամասերի, մարդաշատ բժշկական կենտրոնների, մարդաշատ հարսանիքների եւ այլ վայրեր այցելելու մասին չէ, այլ հենց հանրահավաքների չմասնակցելու մասին է։ Եվ հոգևորականների, եւ իմ, եւ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը ի թիվս այլ նպատակների մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզ եւ մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ահաբեկվել, իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել։ Շատ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։ Իսկ գլխավոր դատախազության դիմաց նստացույց էր հաջակցություն Լիդիա Մանթաշյանի։ 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանն է նստացույցանողը։ Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ, ասել է Պետրոսյանը։ Նա պահանջում է ազատ արձակել Լիդիային։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է եղել դատախազության դիմաց։ Դիտենք ռեպորտաժը։ Հաջակցություն Լիդիա Մանթաշյանի գլխավոր դատախազության շենքի դիմաց անժամկետ նստացույց են իրականացնում ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակիցները։ Անօրինական են համարում Լիդիայի կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու դատարանի որոշումը, անմարդկային տեսակցության սահմանափակումները։ Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելու, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով, եւ այդ գործը շինցու գործ է, շինցու մեղադրանք է, եւ ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին։ Պետրոսյանը գլխավոր դատախազությանը հորդորում է աշխատել անաչառ ու փոխել Լիդիայի խափանման միջոցը մինչև դատավճիռ։ Ակցիայի կազմակերպիչը վստահ է, գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս քրեական գործը գնում է քաղաքական հաշվեհարդարի ու եթե մենք պետք է երկրում ճշմարտության մասին շշուկով խոսենք, ուրեմն այս երկիրը գրավել է թշնամու կողմից։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամեյ Սաղաբեկյանն էլ վստահ է, որ Մանթաշյանի նկատմամբ նման վերաբերմունքով իշխանությունը փորձում է ցույց տալ, որ հակառակ թեպի քաղաքական գործողությունները լրացվում են անկախ սեռից։ Իշխանության կողմից ցույց տալ է, որ մենք կին տղամարդ չենք նայելու, դեռ մի բան էլ թող չմտածեն, որ տենց սեռով պաշտպանված են, ինչ կարող ենք անել, եթե հանկարծ
փորձ լինի այդպես օգտագործել նաև կանանց քաղաքական process-ների մեջ։ Այս քրեական գործով անցնում է 17 անց, որոնցից 7-ն իրենց կալանքը կրում են տանը։ Լիդիա Մանթաշյանը սակայն շարունակում է գտնվել կալանավայրում։ Կնոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը առնվազն նաև բարդույթի մասին է խոսում, ցույց տալու համար, որ տեսեք մենք տղամարդ ենք, էլի մենք տղա ենք, կարող ենք նաև այսպես վերաբերվել, որովհետև զրկել ընդհանրապես տեսակցությունից, այսպիսի պայմաններում դնել եւ տղամարդկանց բաց թողնել նույն հոդվածի տակ եւ կնոջը թողնել, կարծում եմ, հենց բարդույթի գոյության մասին էլ է խոսում։ 44 սերիայի մասնակից Արման Պետրոսյանը մեկ այլ դատական գործով է անցնում, կարծում է հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ հավատը մարում է, բայց այս գործի արդար լուծման պարագայում այն դրական հետևանք կունենա կառույցի համբավի համար։ Դատական գործով նաև անցնում եմ ես, կալանավորվել եմ այդ դատական բռնաճնշումների հետևանքով, էլի քաղաքական ենթատեքստից ելնելով այս դեպքը կարա իրանց անունը բարձրացնելու նախատեպ լինել, որպեսզի բաց թողեն Լիդիա Մանթաշյանին, ինչ որ չափով հասարակության շրջանակներում, լայն շրջանակներում նաև վստահություն կունենան արդեն։ Վերջին դատական նիստի ժամանակ էլ Լիդիա Մանթաշյանը եւս մեկ անգամ հայտարարեց, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Դատախազության մոտ նստածույցը շարունակվելու է այնքան, քանի դեռ Մանթաշյանը անազատության մեջ է։ Թրիփը շարունակում է մնալ տարածաշրջանային ուշադրության կենտրոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անցկացված խաղաղության գագաթնաժողովից հետո հայտարարված Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի միջին միջանցքի ամրապնդմանը։ Սա կարևոր է մրցակցության զարգացման եւ փոխադրողներին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, այդպիսով մեր միջանցքն ավելի գրավիչ դարձնելով։ Մրցակցությունը միայն կամրապնդի դա։ Սա ինքնին տարածաշրջանային կայունության ազդանշան է, որը կնպաստի բոլոր մյուս տեսակի ներդրումների ընդլայնմանը, ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների առումով։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Պարզվում է, խաղաղության մասին խոսում են նաև Բաքվում։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք գնացել էին Ադրբեջանի մայրաքաղաք, այնտեղ հանդիպել են Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Հաջիևը, ըստ հայկական պատվիրակության, վստահեցրել է, որ Հայաստանից որևէ պահանջ չունեն եւ պատերազմ չեն ուզում։ Նպատակը իբր ուղղված է բացառապես խաղաղության եւ երկխոսության զարգացմանը։ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծել է, որ 5 գումարած 5 ձևաչափը փակ չի լինելու։ Նրա խոսքով նախաձեռնությանը կարող է միանալ այն մասնագետները, որոնք ունեն կառուցողական եւ նորարարական մոտեցումներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում նաեւ անկախ, այդ թվում նաեւ այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավելու են եւ հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները եւ պատկերացումները։ Երկրորդը դա մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները եւ Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացից, դա չի նշանակում, որ իրենք պետք է ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Չհեռանալով անվտանգային ոլորտի թեմաներից ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր նախագծի վրա, որը գործող իշխանությունը համարում է հրատապ, իսկ ընդդիմությունը հապճեպ եւ չհաշվարկված քայլ, որը կարող է խարխլել մեր պետության անվտանգության հիմքերը։ Մինչ Ադրբեջանը շարունակում է զինվել եւ ավելացնում է ռազմական բյուջեն, խաղաղության մասին խոսելուն զուգահեռ պաշտոնական Երևանը ոչ միայն կրճատում է ռազմական ոլորտի բյուջեն, այլ պարտադիր զինծառայության ժամկետը դարձնելով տարի ու կես։
Ազգային ժողովում հենց այս նախագիծն է քննարկվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ծառայության ժամկետի կրճատումից հետո մարդկային ռեսուրսը միայն կավելանա եւ սա չի ազդի բանակի մարտունակության վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նիստին քննադատել է նախագիծը, ընդգծելով, որ այն ներկայացնում է շտապողականությամբ եւ առանց ամբողջությամբ գնահատելու անվտանգային ռիսկերը։ Պատգամավորի կարծիքով անհրաժեշտ է հրապարակել, թե 1 տարվա ընթացքում միջին հաշվով 1 զորակոչի ընթացքում որքան մարդ է համալրում զինված ուժերը։ Սա ըստ պատգամավորի թույլ կտա հանրությանը գնահատել նախարարության ներկայացրած թվերն ու ծրագրերը։ Պետք է հասկանանք, մենք ինչ չափանիշ ենք դնում, որ կարողանանք ճիշտ գնահատենք եւ զորամասը որպես ստորաբաժանում եւ մարդկանց հրամանատարական պաշտոնի եւ այլն։ Եվ դրա համար այս տեսանկյունից կարծում եմ, որ երբ որ մենք ատեստացիայի նաեւ գործընթացն ենք ներկայացնում, դրա ձեր ներկայացած դրական համատեքստում, այստեղ կան խորքում նաեւ մեծ թվով խնդիրներ, որոնք այդ չափորոշներով ներկայացված են եւ ամբողջությամբ իրավիճակը չեն արտացոլում։ Հարկերի բարձրացման կողմնակի ազդեցությունները, որոնց մասին մասնագետները դեռևս նախորդ տարվանից խոսում են ու զգուշացնում, արդեն դարձել է իրականություն։ Փոփոխությունն առաջին հարվածը հասցրել է փոքր եւ միջին բիզնեսներին։ Օրինակ, քաղաքացին, որը կարողանում էր իր ստեղծած փոքր բիզնեսով աշխատել, օրվա հացը վաստակել, հիմա կանգնած է խնդրի առջև։ Շրջանառության հարկի բարձրացումը լուրջ հարված է հասցրել տնտեսվարողի գրպանին։ Իսկ ինչ ընտրություն ունի այդ քաղաքացին, թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Ամսական 200,000 դրամ է վաստակում գնունի շուկայում արդեն 30 տարի նույն բիզնեսով զբաղվող Ռոբերտ Դավթյանը։ Ժամանակին գործերը լավ էին ընթանում, վերջին տարիներին սակայն իրավիճակը կտրուկ է փոխվել։ Օնլայն շուկաների հայտնվելուց հետո իր վաճառած ապրանքի պահանջարկը կտրուկ նվազել է։ Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Մանր եւ միջին բիզնեսների համար շրջարկն է թանկացել կրկնակի։ Հարկային նոր քաղաքականության հետևանքով 2025 թվականի 10 ամիսներին 30,000-ից ավելի մանր ու միջին բիզնես է փակվել։ 5%-ը սարքեցին 10%։ Հիմա դա բացասական անդրադարձ է, որ փակվել են այդ 30,000 բիզնեսները։ Հիմնականում դրա պատճառով ոչ չեն կարող։ Եթե ես դուրս եմ եկել, որ աշխատեմ, տունը փող տանեմ գոնե, եթե տունը փող չպետք է տանեմ, հարկերը բնականաբար պետք է մուծենք, չմուծեցինք հարկադիր անգնվի տոկոսներ, մուծում ես նայում ես բան չկա, գումարած դրան, որ առևտուր չկա ընդհանրապես։ Վաստակած 200,000 դրամի գրեթե կեսով տաղավարի վարձն է վճարում, մյուս մասով էլ հարկերն ու ՀԴՄ սարքի սպասարկման գումարն է վճարում։ Արդյունքում տուն տանելու համար ոչինչ չի մնում։ Ասենք մի օր չի, երկու օր չի, արդեն կարելի ասել տարուց ավել է։ Դրա համար այդ օրն ենք ասել։ Դրան գումարած, էլի ինչ որտեղ ասենք մեր պետությունն ասենք ասում ենք լավ, հարկերը մուծեցինք, բայց դրան գումարած օրական մեկը գալիս է, պայմանագիր ենք բանում, որ ՀԴՄ-ի սպասարկման փողը 1800-ը սարքեն 3600, անիմն բարձրացնում են։ Օրեր են լինում, երբ անգամ մեկ հաճախորդ չի ունենում։ Տաղավարի վարձն էլ հաճախ իր կենսաթոշակից է տալիս։ Ասում է երիտասարդներն այդ թոշակը չունեն, փակում են կրպակների դռները, ապա նաև տան դռներն ու լքում երկիրը։ Երկուսին անձամբ ինքն է ճանաչում։ Մեր շուկայից երկու հոգի փակման, մեկը գնաց թողեց գնաց Ամերիկա, մեկն էլի տարիքով մարդ էր, տեղ ճարես միջով պահեստում մի հատ գործ, թողեց դուրս եկավ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է, խնդիրն անհրաժեշտ էր լուծել այլ ճանապարհով։ Ըստ նրա, եթե երկրում կան խոշոր տնտեսվարողներ, որոնք չեն տրամադրում փաստաթղթային ապահովություն, նրանցով պետք է զբաղվի պետությունը։ Փոքր ու միջին բիզնեսներն էլ չունեն ապահովություն, բայց թիրախ հենց նրանք են դարձել։ Խնդիրը վերջին օղակի վրա ամենապաշտպանված, ամենախոցելի խմբի վրա դնելը, դա կարծում եմ ճիշտ որոշում չէ։
30,000 փակված բիզնեսի ֆոնին նույն ժամանակահատվածում Հայաստանում 26,000 նոր բիզնես է բացվել։ Տնտեսագետի խոսքով նորմալ ցիկլ է, միշտ է այդպես եղել, խնդիրն այլ տեղում է։ Այդ շերտի մեջ դրանք բականում անում բաժանականներն են, առողջականներն են, կոշտակարներն են, ուսուցիչներն են, զանազան խմբակների չեն։ Այս մարդիկ որպես կանոն դրսևորում են խիստ ապահովական կեցվածք։ Եվ դանակը հասնում է իրենց, չէ՞, անգամից աշխուժանում են, սկսում են աղմկել, գոռալ, սկսում են սպառնալ, բայ երկես կգնան, եսի միշտ կան, եսի։ Այս մարդիկ ապահովական են եւ իրենց խնդիրները, չէ, իրենց խնդիրները հիմնական առաջանում են նրա հետ կապված, որ պետությունը պահանջում է ինչ-որ գումարներ, հարկեր։ Կամենդատյանի խոսքով միայն այդ պարագայում են նույն տնտեսվարողները սկսում խոսել առկա խնդիրների մասին, մինչ այդ չեն միջամտում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ուղիղ կապ ունեն նաև իրենց հետ։ Տնտեսվարող Ռոբերտ Դավթյանն էլ է նույն կարծիքին, մի քանի անգամ կառավարության դիմաց ակցիա են արել։ Քչերն են մասնակցել, բայց շատերն են դժգոհ։ Առանձին որ խոսում եք, սա բոլորն է դժգոհ են, դժգոհ չեն մեծ ապրանքներ բերողները, ովքեր թղթով բերում են, դրանց 1% են մուծում դրանք։ 1.5-ը մեկա։ Իսկ մեր որ շրջարկում ենք աշխատում 5%-ը 10% սարքեցին։ Վերջերս էլ քաղաքապետարանը գնունի շուկայում գտնվող կրպակներ է ապամոնտաժել։ Տեսախցիկների առաջ այս մարդիկ չեն խոսում, բայց վստահեցնում են 2026 թվականի ընտրությունից հետո իրենց շուկայի տեղում բարձրահարկ շենք են կառուցելու, իսկ իրենց հեռացնելու են տարածքից։ Սեդամ Ակատյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքային խնդիրների մասին։ Նախորդ գիշեր արձանագրել են օդի որակի էական վատթարացում, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով պատճառը Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներն են։ Օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդում է նաև տերևների այրելը։ Ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում։ Առողջության համար լուրջ վտանգ է ոչ միայն Երևանի օրորի աղտոտված օդը, այլ նաև սուր շնչառական վարակները, որոնք սկսել են տարածվել մայրաքաղաքում եւ մարզերում։ Այս օրերին շրջապատում կարծես բոլորը կամ հազում են, կամ բարձր ջերմություն ունեն, կամ պարզապես գանգատվում են գրիպի ախտանիշներից։ Դա պատահական չէ, Հայաստանում սկսվել է սեզոնային շնչառական վարակների հերթական ալիքը։ Մասնավորապես թիրախային խումբը երեխաներն են, որոնք վարակվում են մանկապարտեզում, դպրոցում կամ բակում խաղալիս։ Ինչպես կարելի է կանխարգելել դրանք։ Ոլորտի մասնագետների հետ զրուցել է Անի Աբաղյանը։ Հարբուխ, բարձր ջերմություն, փսխում։ 3 տարեկան Արմանը հոկտեմբերից ի վեր մի քանի անգամ վարակվել է սուր շնչառական վիրուսով։ 2 օր է նորից հիվանդ է։ Երեկոյան ժամերին ջերմությունը բարձրանում է հասնելով 38.5-ի։ Առաջին 2 օրերին վիրուսի դեմ հեղուկներով են պայքարել։ Մեր դեպքում երբեք ինքնաբուժությամբ չեմ զբաղվում, առանց բժշկի նշանակման չեմ տալիս տեղորայք, առավել ևս անտիբիոտիկ։ Հետևում եմ երեխայի վիճակին, առաջարկում եմ շատ հեղուկներ, ջերմիչեցնող տալիս եմ 38.5 բարձր ջերմության դեպքում, ու եթե շարունակվում է այս վիճակը պահպանվել 2 եւ ավել օր, անպայման դիմում եմ մանկաբույժի, ու արդեն ըստ մանկաբույժի ցուցումների շարունակում հետագա բուժումը։ Նոնայի որդին էլ 2 շաբաթ է դպրոց չի գնում։ Վիրուսը չորհազով է սկսվել, ջերմությամբ ուղեկցվել։ Մոտ 1 շաբաթ տնային պայմաններում բուժելուց հետո կարծել է լավացել է, ուղարկել է դպրոց, բայց երեկոյան ժամին երեխայի ինքնազգացողությունը նորից վատացել է։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։ Սուր շնչառական վարակն ակտիվացել է հոկտեմբերից։ Վարակակիրները հիմնականում 0-ից 18 տարեկան անչափահասներն են։ 60%-ից ավելին 0-ից 4 տարեկան երեխաները։ Հանրապետության 3 մարզում եւ մայրաքաղաքում են ցուցանիշները բարձր՝ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնում եւ Երևանում։ Պայմանավորված եղանակով բաթողանները փակվում են, չինոթափողվում, երեխաները շփվում են եւ այդ սուր շնչառական վարակների մասնիկները այսպես ավելի
ոնց որ սկսում են ավելի հեշտությամբ փոխանցվել մեկին մյուսին, այդ դրանով պայմանավորված եւ իհարկե փոքր երեխաներին նաեւ շնչառական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված։ Կան ծնողներ, որ նախընտրում են վարակակիր փոքրիկին մայրական սիրով, բուսական թեյերով կամ անտիբիոտիկներով բուժել առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Համաճարակաբան Խաչատրյանը վտանգավոր պրակտիկա է համարում այս մոտեցումը։ Տան պայմաններում կարելի է հետևել օդափոխությանը, ձեռքերի հիգիենային, երեխայի սննդակարգին, հագուստին, բայց այդքանը բավարար չէ ամբողջական բուժման հասնելու համար, հատկապես երբ երեխան մեկ շաբաթից ավելի է նույն վիրուսն է կրում։ Եթե ախտանշաններ ունեն, մնան տանը, չզբաղվեն ինքնաբուժմամբ, դիմեն կամ մանկաբույժին, կամ տեղամասային բժշկին, կամ ընտանեկան բժշկին եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունեն, բուժում ինքնուրույն իրենց չնշանակեն, որովհետեւ բուժումը ցուցված է կոնկրետ ուրեմն դեպքերում եւ դա պետք է նշանակի կոնկրետ բժշկի կողմից։ Հանրապետությունում միայն գրիպի H3N2 տեսակը չէ տարածված։ Կան մի քանի վիրուսներ եւս, այդ թվում կորոնավիրուսը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով անցյալ շաբաթ դիմել է 7209 վարակակիր, իսկ դրանից առաջ 6124։ Համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը կարծում է, սուր շնչառական վարակների դեմ պայքարում արդյունավետ է պատվաստվելը։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Թրամփի խաղաղության արշավը կհասնի ռուս-ուկրաինական հակամարտությանը, թե պարզապես կանցնի կողքով։ Բանակցությունների հերթական ռաունդն է տեղի ունեցել Ժնևում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի վերաբերյալ բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Վաշինգտոնը ռուս-ուկրաինական հակամարտության լուծման համար առաջարկել է 28 կետից բաղկացած նախագիծ։ Ինչ ծրագիր է դա, ինչ նպատակ ունի եւ կկապիտուլացվի արդյոք Ուկրաինան այս ծրագրով, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Ռուսաստանին առաջարկված 28 կետերը կողմերը քննարկել են Ժնևում, իսկ ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, չբացառելով, որ տեքստում խմբագրումներ կլինեն։ Եթե այսպես է հայտարարվում, դա նշանակում է, որ փաստաթուղթը միակողմանիորեն գրվել է Միացյալ Նահանգներում, հետո նոր ներկայացվել է կողմերին, բայց հանրային է դա արվել, ներկայացվել է կողմերին քննարկման համար։ Ամերիկյան կողմի առաջարկությունների ու քննարկումների համար բաց լինելը քաղաքական փորձագետ Հակոբ Բադալյանի կարծիքով ամենևին պայմանավորված չէ Ուկրաինայի շահերով։ Ես չեմ կարող ենթադրել, թե Ուկրաինայի իշխանությունը ինչ առաջարկներ կանի, բայց համոզված եմ, որ Ուկրաինայի իշխանության առաջարկները սկզբունքորեն պայմանավորված են, ինչպես նշեցի, հենց այդ իշխանության անվտանգության հարցերով։ Ժնևի հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել կետերի մեծ մասի շուրջ։ Բադալյանն այս հարցում կարևորում է Միացյալ Նահանգների ներքաղաքական նպատակներն ու շահերը։ Թրամփի նպատակը իհարկե ուկրաինական պատերազմի դադարին հասնելն է, որպեսզի հենց Ամերիկայում իր քաղաքական դիրքերի ամրապնդման հարցերով ավելի պայմանական ասած հանգիստ իրավիճակում զբաղվի, հատկապես կոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի պնդմամբ էլ չնայած այս պլանը ստեղծվել է երկարատև բանակցությունների ընթացքում, ավելի մեծ է հավանականությունը, որ հենց սրանով ամերիկյան կողմը կկարողանա խնդրին խաղաղ հանգուցալուծում տալ։ Սա կարծես թե վերջին ամբողջական եւ համապարփակ փորձն է, որը Թրամփի վարչակազմը իրականացնում է կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու նպատակով եւ կարծում եմ սա ավելի մեծ շանսեր ունի հաջողության հասնելու այս նախաձեռնությունը։ Ուկրաինական կողմը, սակայն, մի քանի կետի շուրջ տարաձայնություններ ունի, մասնավորապես Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը, Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունն ու գերիների փոխանակման ձևաչափը։ Միջազգայնագետի խոսքով այս կետերը եւս կարևոր էներգետիկ ու անվտանգային դեր ունեն Ուկրաինայի համար։ Ուկրաինական կողմը ցանկանում է հնարավորինս ամրացնել իր շահերը այս փաստաթղթով եւ կարծում եմ սա է պատճառը, որ լրացուցիչ քննարկումների կարիք է զգում ուկրաինական կողմը, ինչու՞ չէ նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։
Ռուբիոյի այն հայտարարությունը, թե ամերիկյան կողմը բավականին հիմնավոր պատկերացում ունի, թե ինչն է կարևոր Ռուսաստանի համար, Բադալյանը կապում է Ալյասկայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հանդիպման հետ։ Ես կարծում եմ նվազագույնը ակնհայտ է, որ այդ տարածքների պահանջից Ռուսաստանը չի նահանջի։ Մնացյալը գուցե ինչ-որ կետեր կան, որտեղ Մոսկվան պատրաստ է հնարքել եւ ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Այստեղ պետք է դետալներին ծանոթ լինել, որպեսզի մանրամասն հնարավոր լինի ասել։ Բայց Ռուբիոյի հայտարարությունը, որ իրենք հստակ պատկերացնում են Ռուսաստանի շահերը այդտեղ, սա նշանակում է, որ ռուսների հետ կա հստակ համաձայնություն եւ հստակ պայմանավորվածություն այդ կարգավորման պլանի առանցքային դրույթների մասով։ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Ռուսաստանին առաջարկվող 28 կետից բաղկացած փաստաթուղթը նոյեմբերի 21-ին հրապարակել էր Reuters-ը։ Եվրոպական միությունը փաստաթղթի մասին տեղեկացել էր միայն դրա հրապարակումից հետո։ Եվ վերջում Լիսաբոնի գլխավոր հրապարակում տեղի ունեցել Սուրբ Ծննդյան Եղևնու լույսերի վառման արարողությունը։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։